Դուք գողացել եք իմ հայրենիքը։ Դուք գողացել եք իմ հայրենիքը, դուք շարունակում եք գողանալ իմ հայրենիքը։ Մի րոպե, դուք իմ ազգի մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել։ Դուք լավ եմ արել, ես իմ շրտի խոսքն եմ, դուք գողացել եք իմ երեխեքին, դուք գողացել եք իմ եղբորը, դուք իմ եղբորն եք գողացել, դուք գողացել եք իմ ուրախությունը։ Երևանի համար 16 պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու երևանցի Արփինե Սողոյանին 44-օրյա պատերազմում անհետ կորած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջը Փաշինյանը բռնությամբ, թևից քաշելով հետ է բերում, որ ընդդիմության առաջնորդներին ուղղված սպառնալիքներ ուղղի նրան։ Եթե դուք Ռոբին կզացնել եմ, կզացնելու եմ։ Ես հայ եմ։ Հայ եմ կաստետությունում եմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դեռ Ռոբը գնդակահարել է։ Ես չեմ գնդակահարել։ Ես ինձ էր ասած, ինձ Ռոբը դուք տասնյակներով ես բավարարչափով ձեզ լսեցի։ Եթե դուք Ռոբն եք, Ռոբին կզացնելու եմ, Ռոբը նստելու է, Ռոբին պատկասնելու եմ։ Այս կնոջ եղբայրը Հրանտ Պապիկյանը 44-օրյա պատերազմի օրերին ռազմաճակատի թեժ կետերում է եղել, շատ վիրավորների կյանքեր փրկել, նրանց դուրս բերելով նաև թշնամու գրաված տարածքներից։ Վերջին առաջադրանքը կատարելու միայնակ է գնացել, զգալով իրավիճակի ծայրահեղ վտանգավորությունը, ենթականերից որևէ մեկին չի տարել հետը, հենց այդ ժամանակ էլ նրա հետ կապը ընդհատվել է։ Ես չեմ կարողանում իմ անձնական վշտի հետ այլևս համակերպվել, ոչ անձնական, ոչ ես էլի եմ ասում, առաջնահերթությունը եղբայրս թող ինձ ների, եթե ողջ է, թող ների, եթե չկա, թող հոգին ինձ ների։ Բայց հայրենիքիս այս ձևի անպատիվ կորուստը ես հանդուրժել և ներել չեմ կարող երբևէ։ Մենք անպատիվ ենք հայրենիքը կորցրել։ Ես հասկանում եմ, որ պատերազմի մեջ կան հաղթողներ և պարտվողներ, բայց պարտվելն էլ ձև ունի։ Պարտվելուց էլ մի քիչ արժանապատվություն եմ պահում։ Փաշինյանի արժանապատվությունը խոցվում է ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը հայրենիքի կորստի ցավից խոսելիս զոհերի թիվ է ասում 5000։ Ու չեն հասկանում մարդիկ։ Փաշինյանը խոցվում է, որովհետև ուռճացվում է զոհերի թիվը, թե որովհետև իրականում կուզեր բազմապատիկ շատ զոհեր լինեին։ Հայաստանի հարցը որ կգնեք զոհվեք, դուք ես կենթանի ընդհանրապես, դուք ես կենթանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասին ես խոսում, այդ տական, ինչի ես կենթանի, ու բանը, Սարամանյանը ինչի է կենթանի, են մյուսները, ձեր ազգային ժողովի պատգամավոր կոչվածներ ինչի է կենթանի, ինչի չեք զոհվել, որ հիմա ասում եք 5000 զոհ, ինչի չեք զոհվել, ով ձեզ պահել ընդհանրապես, այս տահակն է, արա այդ փախածուն է, արա դու ինչ գործ ունես տեղ ընդհանրապես, Ես ովքեր են առասրավ, եկել են մապտապտաներ, ես Ղարաբաղի պսևդոելիտաները, ռադները կաշե կարա ընդհանրապես, ով եք դու կարա, Արտուր Օսոպյանն գլուխը պատին ես տվել Արտուր, գնալ զոհվել մեր երեխեքի տեղը, Արտուր Օսոպյանն եմ, Փալանչյանն ասումն է, ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու, ստահակներ, դուք ինչի եք կենթանի, դուք պետք է բացատրություն տաք ինչի եք կենթանի, որ մի հատ էլ ասում եք 5000 զոհ, ինչի զոհ եք 5000 եղել, ինչի չեք դուք եք զոհերի մեջ, ստահակներ, ինչի դուք եք զոհերի մեջ չեք,
Եթե զոհերը 5000-ը չեն, ինչու իշխանությունը չի հրապարակում զոհերի անունները։ Պաշտոնական ամենահայտնի թիվը պլյուս-մինուսով հրապարակել է Փաշինյանը 5 տարի առաջ։ Մեր զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, ներողություն ես արտահայտությունը անելու համար, պլյուս-մինուս 50։ Դուք ինչի եք կենթանի։ Մարդը բարձրախոսը վերցրել է, հայտնվել է Երևանի փողոցներում, հարձակվում է քաղաքացիների վրա, երբ որ արցախայերը մոտենում են եւ ասում են մեր հայրենիքը հանձնել ես, մեզ անտուն ես թողես, սկսում է մարդկանց վրա հոխորտալ, թե դուք ինչ եք ողջ, ինչի մեռած չեք, ինչ եք սաղ մնացը։ Ոնց կարելի է ասենց բան ասել, այսինքն դժգոհ է, որ այս ազգը չի բնաջնջվել, դրա համար էլ փաստորեն այդքան պատերազմներ հրահրում։ Նիկոլ Փաշինյանը այս օրերին մեզ նաև իսկապես մարտի 1-ն էլ է բացահայտում։ Ցույց է տալիս մարտի 1-ը ոնց է եղել։ Այս սենց է եղել, ժողովուրդ ջան։ Այս սենց, այս քայլերով, այս հիստերիկությամբ, այս սենց ենք պատերազմ պարտվել։